Առաջնայինը եւ մեր հասարակության համար եւ մեր քաղաքական ուժի համար հենց անվտանգությունն է։ Մեր ուժի նկատմամբ ակնհայտ վստահությունը մեզ տալիս է իրավունք համոզված լինելով, որ ունենք բավարար վստահություն հանրության շրջանում։ Հիմնականում բոլորը պահանջում են, որպեսզի Հայաստանում լինի փոփոխություն։ Ոչ արժանահավատ ընտրությունների արդյունքները մեզ չեն կարող հետ պահել պայքարից։ Արդյոք մեր հայրենակիցները պատրաստ են խեղաթյուրված արդյունքների հետ համերաշխ լինել։ Համանadrությամբ նախատեսված բոլոր եղանակներով պայքարը կլինի մեր օրակարգում։ Դա կարող է լինել եւ փողոցային պայքար, եւ ազգային ժողովում ինչ-որ ձևաչափով մտնել, չմտնել։ Դա արդեն կորոշվի արդյունքներից հետո։ Հունիսի 7-ի ընտրություններով արդեն գոյաբանական հարց է կախված։ Մենք հեռու ենք այն մտքից, որ Թրամփը աջակցում է Փաշինյանին։ ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանի Հանրապետությանը հուսալի գործընկեր կարող են համարել։ Բնականաբար ոչ։ Մեր քաղաքական ուժը իդեմը Սամվել Կարապետյանի մարմնավորումն է վստահելի գործընկերոջ։ Ընտրությունների մեկ շաբաթից էլ քիչ ժամանակ է մնացել։ Քարոզարշավի ամենաթեժ շրջանն է զուգահեռ տարատեսակ սոցհարցումներով, ենթադրյալ ընտրակաշառքի մասին քրեական վարույթներով, արտաքին ուժերի տարատեսակ հայտարարություններով։ Բարև ձեզ, ես Արկադի Գրիգորյանն եմ, կիզակետում այսօր կլսենք ընդդիմադիր դաշինքի ներկայացուցիչի։ Ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Արթուր Դանելյան, բարի գալուստ կիզակետ։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Ես եմ շնորհակալ, պարոն Դանելյան, այսպես քարոզարշավից սկսենք, ընթացք ավարտ արդեն, համարյա մի հաշված օրեր են մնացել։ Ինչպես է գնահատում այս պահին, իշխանության բառապաշարը կարծես թե մի փոքր, եթե չեմ սխալվում, մի փոքր մեղմացել է, թեև շարունակում են թիրախավորել ու առաջիններից մեկը հենց ձեր դաշինքի առաջնորդին խնդրեմ։ Տեսեք, գործելավոճը գործող իշխանության կարծում եմ մեծ տրանսֆորմացիա չի ենթարկվել։ Ինչպես օգտագործում էին իրավապահ համակարգը, ինչպես օգտագործում էին բոլոր այն միջոցները, որոնք որ ընդունելի չեն քարոզարշավի ժամանակ օգտագործել, շարունակվում է այդ տրամաբանությունը։ Միգուցե իրենց կողմից արտահայտվող մտքերը շատ ավելի քիչ տարածում են գտնում այսօր հանրության շրջանում, որովհետև սովորական են դարձել արդեն։ Բոլոր մեր հայրենակիցների համար արդեն ականջներին սովոր է, որ գործող իշխանության ղեկավարը պետք է վիրավորական արտահայտություններ իրեն թույլ տա եւ մեր քաղաքացիների հասցեին եւ քաղաքական ընդդիմախոսների հասցեին։ Հետևաբար չեմ կարծում, որ նրանց գործելավոճը գնում է դեպի ավելի հանգիստ եւ ծրագրային քաղաքական ընտրապայքարի, շարունակում են նույն ոճով։ Մենք ցավում ենք, որ այս գործընթացը, այս նախընտրական քարոզարշավը ոչ թե իրենից ներկայացնում է քաղաքական պայքարի տեսակ, այլ բարձրապես փորձ են անում դարձնեն վեճերի, վիճաբանության, սպառնալիքների վախի մթնոլորտ տարածելու ինչ-որ մի միջոցառում։ Սակայն մենք ամեն ձևով փորձում ենք մնալ ծրագրային դաշտում, փորձում ենք մեր հայրենակիցներին ներկայացնել այն ապագան, որը որ իրենք կունենան, ընտրելով ուժեղ Հայաստան կուսակցությունների դաշինքին։ Մարզերում լինում եք ժողովրդի հետաքրքրում է այդ ծրագրերին, թե ուրիշ բան են ուզում լսել մարդիկ ձեզնից, ինչ տպավորություն ունեք։ Ասեմ, պատասխանը հետևյալն է. բնականաբար բոլորին հետաքրքրում է իրենց ապագան։ Բնականաբար բոլորը անհանգստացած են իրենց վաղվա օրով։ Բայց մարդիկ մենք գիտենք, որ շատ ավելի էմոցիոնալ դրվագներին են մեծ ուշադրություն դարձնում։ Գործող իշխանությունը փորձում է այդ էմոցիոնալ դրվագները թեկուզ բացասական, բայց տարածել մեր հանրության շրջանում, լինի դա վախի մթնոլորտ, լինի դա որևէ մեկից ունեցվածքը խլելու, ունեզրկելու իրենց խոսույթի շրջանակներում, սակայն մենք գիտենք, որ ընտրություն կատարելուց մեր հայրենակիցները պետք է ուղղորդվեն իրենց արժե համակարգով։ Եվ մենք հեռու ենք այն մտքից, որ մեր հայրենակիցներին դուր է գալիս այն խոսույթը եւ այն վարքագիծը, որը որ դրսևորում է գործող իշխանությունը։ Միգուցե իրենց կողմից արտահայտված այդ անընդունելի մտքերը շատ ավելի մեծ տարածում կգտնեն մեր հայրենակիցների մեջ։ Սակայն որոշումը կայացվելու է բնականաբար ծրագրերին ուշադրություն դարձնելով եւ հավատացած եղեք եւ մարզերում եւ Երևանում մեր կողմից առաջարկվող ծրագրերի նկատմամբ մենք տեսնում ենք բավականին մեծ ուշադրություն եւ նույնիսկ անտարբեր մեր քաղաքացիների մոտ առաջանում է հետաքրքրվածություն, որպեսզի ավելի մանրամասն փորձեն հասկանալ, թե ինչ ծրագրեր ենք մենք առաջարկում։
Սոցիալականն է շատ նայում, թե անվտանգային ի՞նչն է հետաքրքրում մարդկանց։ Տեսեք, առաջնայինը եւ մեր հասարակության համար եւ մեր քաղաքական ուժի համար հենց անվտանգությունն է։ Անվտանգությունը եւ զարգացող տնտեսությունը։ Մարդիկ տեղերում ձեզ որ տեղերում գնում եք, այն փոքր, օրինակ, փոքր բիզնեսի ծրագրից են ավելի շատ, ինչից են մտա, կենցաղից են մտահոգ, թե ամեն մի մարդու մոտ կա մի տեսակի անհանգստություն։ Ամեն մարդ կախված իր զբաղվածությունից, իր սոցիալական վիճակից, իր ցանկություններից հետաքրքրվածություն է ցույց տալիս որևէ մի առաջարկի կամ պրոյեկտի կամ ծրագրի նկատմամբ։ Սակայն այդ ամբողջը իրագործելի չի կարող լինել, եթե մենք չունենանք ամուր անվտանգություն, խաղաղություն եւ զարգացող տնտեսություն։ Հետևաբար հիմնականում խոսակցությունները սկսվում են անվտանգային հարցերի շուրջ եւ գնում են արդեն մասնավոր ավելի ինդիվիդուալ մարդկանց հետաքրքրող ամեն մեկին մի հարցով, օրինակ Երևան քաղաքում մթերման կայանների վերաբերյալ բնականաբար մեզ հարցեր չեն տալիս։ Հետևաբար ամեն մի մեր քաղաքացու համար մենք ունենք շատ հասկանալի, ընդունելի եւ իրականանալի ծրագրեր։ Գլոբալը, բայց ավելի վերևում անվտանգությունը, ճիշտ հասկացա, ասում եք սկսում են դրանից։ Անվտանգություն եւ տնտեսություն։ Դա որ մեկը մյուսով փոխկապակցված ենք մենք տեսնում։ Սոցհարցումներն հրապարակում գրեթե ամենօրյա ռեժիմով Հայաստանում, տարբեր երկրներից, միջազգային ինստիտուտներից եւ այլն։ Ըստ որոնց դուք լավագույն դեպքում, իհարկե տարբեր են թվերը, հենց կոնկրետ ձեր ուժը, ամենախոշոր ընդդիմադիրն եք ազգային ժողովում ու վերջ, կոպիցած զբաղեցնելու եք այսօրվա Հայաստան դաշինքի տեղը, մի փոքր ավել, մի փոքր պակաս, եթե նայում ենք այդ հարցումների տվյալներին։ Հիմա այդ պարագայում դուք միշտ հայտարարում եք, որ հաջորդ վարչապետը Սամվել Կարապետյանն է, բացարձակ մեծամասնություն եք ունենալու, սահմանադրական մեծամասնություն եք ունենալու։ Ինչպես, ինչի վրա է հիմնված ձեր այդ վստահությունը։ Վերջ սոցիոլոգիա է, չէ՞։ Սոցիոլոգիայի եւ այդ գիտության նկատմամբ մեծագույն հարգանք ունենալով պետք է նշեմ, որ սոցհարցումները հիմնական երկու մասի են բաժանվում տեսանելի։ Մի մասը, որոնք որ նպատակ ունեն արտացոլելու հանրային վերաբերմունքը, հանրության տրամադրությունները եւ հարցումներ, որոնք որ նպատակ ունեն ձևավորելու հանրության մոտ որոշակի կարծիք։ Այսինքն դա կախված է եւ այդ սոցհարցում իրականացնող կազմակերպությունից եւ այն պատվիրատուից եւ այն նպատակներից, ինչին պետք է ծառայի սոցհարցումները։ Մենք այսօր տեսնում ենք ամենօրյա ռեժիմով գաղտնալսումների հրապարակումներ։ Ասեմ ինչի կարող է մեր հասարակությունը սոցհարցումների միջոցով ամբողջությամբ չարտացոլել իր ցանկությունները։ Տեսնում ենք անձնական բնույթի խոսակցություններ են դուրս գալիս։ Տարածվում են, փորձում են այնտեղ ինչ-որ խնդիրներ գտնել, մոնտաժել եւ այլն։ Նման մթնոլորտում, ինչպես գիտեք, սոցհարցումներն էլ հիմնականում իրականացվում են հեռախոսազանգերի միջոցով։ Նման մթնոլորտում ինչպես է կարծում այն մեր քաղաքացիները, որոնք օրինակ որևէ պետական հիմնարկում են աշխատում կամ ունեն ընտանիքի անդամ, որ աշխատում է պետական հիմնարկում կամ մասնավորում են իրենք զբաղվածություն ունեն, ինչպես է կարծում հեռախոսազանգերով անծանոթ մարդու հետ ընդդիմադիր հայացքներից խոսելը բոլորի համար ընդունելի տարբերակ է։ Վախենում են, պարզ ասած։ Բնականաբար վախի մթնոլորտը շատ է եւ մենք հասկանում ենք, որ որոշ մարդիկ ունեն նաեւ այդ իրավունքը եւ ըմբռնումով ենք մոտենում, որ շատերը կարող է հեռախոսազանգերին չպատասխանեն։ Իսկ մենք ինչի վրա ենք հիմնվում, դա ինչպես գիտեք, մենք շատ երկար ժամանակ Հայաստանի ամբողջ տարածքով, մարզերում, քաղաքներում շրջում ենք, հանդիպում ենք մեր հայրենակիցներին։ Եվ հավատացած եղեք, շատ մեծ ծավալով հանդիպումներ եւ շփումներ ենք ունեցել եւ այդ ընդունելությունը մարդկանց կողմից նաեւ անհանգստությունը հենց վախի մթնոլորտի հետ կապված մեր ուժի նկատմամբ ակնհայտ վստահությունը մեզ տալիս է իրավունք համոզված լինելով, որ ունենք բավարար վստահություն հանրության շրջանում։ Դրան զուգահեռ նաև մենք տեսնում ենք գործող իշխանության կողմից մեր հայրենակիցների հետ շփումները, ինչպիսի ընդունելության են նրանք արժանանում, ինչպիսի վարչական ռեսուրս է օգտագործվում ընտրություններում, իրենց մարզային այցելություններում, որպեսզի մարդկանց կարողանան հրավիրել իրենց հավաքներին եւ հանդիպումներին, նաեւ տեսնում ենք շատ անցանկալի դրվագներ,
որոնք որ մեծ վստահություն վայելող իշխանությունը որևէ պարագայում այդ ծավալի նման դրվագներ չէր կարող մեզ մատուցել։ Եվ խոսքը նրա մասին չէ, որ մենք ունենում ենք նման դրվագներ, բայց չենք հրապարակում։ Ոչ։ Մենք երևի մեկ ձեռքի մատերի վրա կարող եմ հաշվել, որ բացասական որևէ վերաբերմունք ենք ստացել մեր հայրենակիցներից։ Հիմնականում շատ ջերմ ընդունելություններ լինում։ Հիմնականում բոլորը պահանջում են, որպեսզի Հայաստանում լինի փոփոխություն։ Եվ այդ փոփոխության հնարավորությունը տեսնում են մեր քաղաքական ուժի միջոցով։ Այսինքն մարզային շփումները ձեզ այդ վստահությունը տալիս են ինչի մասին որ հայտարարում եք, որ դա կլինի այդպես, այսինքն կլինի վարչապետ Սամվել Կարապետյանը, դուք էլ մեծամասնություն կունենաք առանց որևէ ուժից կախում ունենալու, ճիշտ եմ հասկանում։ Մարզային շփումները մեզ տալիս են այն հույսը եւ հավատը եւ համոզմունքը, որ առաջիկա ընտրություններում մենք ունենալու ենք ուժեղ հաղթանակ։ Իսկ գործող իշխանությունը չունի այդ վստահությունը հարության շրջանում։ Լավ, այդ պարագայում ենթադրենք չեք ունենում։ Կարող է չէ քաղաքականությունը ամեն ինչ հնարավոր է կամ ընտրողի տրամադրություն է, որովհետև էլի եղել, ասենք 2021-ին էլ ընդդիմությունը բազմամարդ հանրահավաքեր հրավիրել հենց անմիջապես ընտրությունից 2-3 օր առաջ, 2 օր առաջ։ Վերջում տեսանք ինչ ստացվեց։ Ենթադրենք չի եղել այդ բացարձակ հաղթանակը, երկրորդ տեղն եք եղել, իշխանությունը հաղթել է, դուք մտել եք պարլամենտ։ Ինչ եք անվել։ Այդ պլանը ունեք նայեք, պլան B կոչվածը։ Սովորաբար մանդատ վայր դնել, փողոց գնալ, չգիտեմ։ Հիմա ասեմ, սովորաբար ենթադրություններով չենք առաջնորդվում։ Մի բան մեր համար անզիջելի է եւ ակնհայտ է։ Հայաստանի Հանրապետության քաղաքատու ձայնը պետք է լսելի լինի։ Այսինքն, եթե մենք կունենանք ընտրություններ, որի վրա գործող իշխանության ապօրինի ազդեցությունը մեծ նշանակություն չի ունենա, մենք պետք է ընդունենք արդյունքները, պետք է ընդունենք մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացու կողմից տրված քվեն։ Ոչ ոք իրավունք չունի ժողովրդավարությանը դեմ գնալու։ Եթե գործող իշխանության կողմից կլինեն ապօրինի գործելավոճի ծավալների մեծացում կամ նույնիսկ շարունակությունը, եթե նույն տեմպով գնա, եւ դա ուղիղ ազդեցություն ունենա ընտրությունների արդյունքների վրա, բնականաբար ոչ արժանահավատ ընտրությունների արդյունքները մեզ չեն կարող հետ պահել պայքարից։ Այսինքն մենք տեսնում ենք, որ ձեր ասած սցենարները հնարավոր է այն պարագայում, եւ գործող իշխանությունը որոշի արկածախնդրության գնալ եւ ապօրինությունների ծավալը մեծացնի։ Իսկ արդյոք մեր հայրենակիցները պատրաստ են խեղաթյուրված արդյունքների հետ համերաշխ լինել։ Մենք որպես քաղաքական ուժ ապօրինությունների դեմ պայքարելու ենք եւ հույս ունեմ ողջախոհությունը կհաղթի գործող իշխանությունների մոտ եւ չեն գնա արկածախնդրության եւ ապօրինությունների ծավալի մեծացման։ Ավելի པարզ հայերենով է ասենք, ոչ իրավական։ Եթե եղավ այնպես, ճիշտ եմ դες հասկանում, որ ձեր ուժը տեսա, որ այնքան է իշխանությունը ապօրինություններ արել, որոնք ուղիղ ազդել են ընտրությունների արդյունքների վրա, դուք կոպիտ ասած չեք ընդունի կամ չեք ճանաչի այդ արդյունքները եւ կգնաք փողոց, ինչ կանեք։ Ճիշտ եմ հասկանում։ Ես ասացի, եթե սովորաբար գիտեք ոնց է ազդեցություն ունենալը նայած ինչ չափ է ազդեցություն։ Ազդեցություն գործող իշխանության վարկագիծը արդեն ունի ընտրությունների վրա։ Սամվել Կարապետյանին պահելով ապօրինի կալանքի տակ, ընտրությունների գործընթացի վրա որոշակի ազդեցություն ունենում է։ Մենք տեսնում ենք, որ ազդեցությունը նրանք կարող են ավելի կոպիտ, ավելի բիրտ ձևով ծավալը մեծացնել։ Խոսքը վերաբերում է նշանակալի ազդեցության վրա։ Մենք տեսնում ենք, որ նույնիսկ սահմանափակումների պայմաններում Սամվել Կարապետյանի կողմից ստեղծված քաղաքական ուժ, որը որ այսօր առնվազն ընդդիմադիր դաշտում առաջատար է։ Տեսնում ենք նաև, որ մեր աշխատանքը արդյունք է տալիս։ Մեր հայրենակիցները մեծամասամբ ծանոթ են այն ծրագրերին, որոնք որ մենք առաջարկում ենք եւ պատրաստ են իրենց քվեն տալու այդ ծրագրերը կյանքի կոչելու։ Մյուս կողմից տեսնում ենք քաղաքական իշխանության կողմից ձեր կողմից մատնանշված սոցհարցումներով հանրային կարծիքի ձևավորումը, որ մարդիկ մտածեն հնարավոր չի ինչ-որ մի բան փոխել, որպեսզի չգնան ընտրության։ Սակայն շատ կարևոր է, որպեսզի մեր քաղաքացիները իմանան, որ ընտրության մասնակցությունը մեծ հնարավորություն է փոփոխություն անելու համար։ Քվեաթերթիկը այն միջոցն է, որը որ հունիսի 7-ին իրենք կարող են իրենց ձայնը բարձրացնել։ Իսկ խեղաթյուրված սոցհարցումներին տրվելով ես չէի ուզենա, որպեսզի մեր հայրենակիցները հույսը կորցնեն։ Մենք տեսնում ենք արդեն իսկ ազդեցություն։
ընտրությունների գործընթացի վրա։ Սակայն դրանք ինչ ծավալի կլինեն, ինչ ծավալի կհասնեն, դա արդեն կանխորոշի մեր հետագա քայլերը։ Եթե դրանք պետք է այնպիսի արտացոլում ունենան, որ մեր հաղթանակը, ժողովրդի հաղթանակը, Հայաստանի Հանրապետության քաղաքացու հաղթանակը իրենք որոշեն յուրացնել, դա բնականաբար անընդունելի է եւ սահմանադրությամբ նախատեսված բոլոր եղանակներով պայքարը կլինի մեր օրակարգում։ Սահմանադրությամբ նախատեսված է նաեւ չմտնել պարլամենտ, փողոց դուրս գալ, անել ցույցեր եւ այլն։ Դա Ես էլ չգիտեմ դուք որ կարգավորումի նկատի ունեք, երբ ասում եք սահմանադրությամբ նախատեսված։ Չէ, արգելված չէ մարդու, հա, մանդատները չվերցնել, չճանաչել արդյունքները։ Եկեք նախապես գոնե հույս հայտնենք, որ գործող իշխանությունները այդ արկածախ ընտրությունների չեն գնա։ Իսկ թե ինչ սցենարներ կլինեն, եթե որոշեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու քվեն խեղաթուրել։ Ես կուզենայի, որ բոլորս ականատես չլինենք, որ չգնան այդ քայլերի, բայց եթե գնան այդ քայլերի, ես ասացի, դա կարող է լինել եւ փողոցային պայքար, եւ ազգային ժողովում ինչ որ ձևաչափով մտնել, չմտնել, դա արդեն կորոշվի արդյունքներից հետո։ Ռոբերտ Քոչյանը ասել որ Գողանան հաղթանակը հեղափոխություն կանենք, այդ կարծիքի եք։ Ռոբերտ Քոչյանը իր կարծիքն է հայտնում եւ ձեր կարծիքը դրան մոտ է, դա եմ նկատում։ Դա տեղ ունի, մեր համար ընդունելի չէ, նույնպես ընդունելի չէ, որ հաղթանակը, հայ ժողովրդի հաղթանակը գործող իշխանությունները ապօրինաբար գողանան։ Բնականաբար ընդունելի տարբերակ դա չի կարող լինել։ Եվ դա շատ մեծ հետընթաց կլինի ժողովրդավարությունից։ Առանց այն էլ մենք այսօր ժողովրդավարությունից շատ մեծ հետընթաց ենք ապրում։ Բոլոր սցենարներին պատրաստ եք, դա նկատում եմ, ժողովրդական խոսքով ասեմ, մինչև վերջ, ես չեմ ասում տապալել ինչ-որ սամ գնալ, հա, բռնությունների եւ այլն, մինչև վերջ, հա, կգնա ձեր ուժը, ինչու որ ընտրողը միայն հունիսի 7-ով չավարտի, լավ ավարտվեց, այդ դուք ձեր ասած այն մեծ ապօրինությունները տեսակ։ Հայաստանի պատմության մեջ երկու տարբերակներ եղել է, մարդիկ փորձ ունեն, դրա համար եմ ասում, տես էլի այդ ապօրինություններով շատերը գնացել դարձել են ընդդիմություն եւ այլն, դա եմ հարցնում, մինչև վերջ գնալու եք, այսինքն ձեր ընտրողը դրանում վստահ լինի։ Ես չէի ուզենա, որ կոնկրետ այս ընտրական process-ը համեմատենք նախկինում եղած ընտրական process-ների հետ։ Մենք ինչի ենք ասում, որ սահմանադրությամբ, օրենքներով նախատեսված եղանակով գնալու ենք մինչև հաղթական ավարտը։ Որովհետև այսօր մենք տեսնում ենք, որ հունիսի 7-ի ընտրություններով արդեն գոյաբանական հարց է կախված։ Եվ այո, ես դրա համար եմ ասում։ Ծավալը խնդիրների, որոնք որ գործող իշխանությունը կարող է բերել մեր երկրի վրա, համեմատելի չեն այն անձնական նույնիսկ կորուստների հետ, որոնք որ յուրաքանչյուրս կարող ենք ունենալ։ Այսինքն օրենքով պետք է իրենք շարժվեն, եթե որոշեն շեղվել այդ ճանապարհից, մենք հայ ժողովրդի հետ միասին պետք է իրենց այդ ճիշտ ճանապարհը ցույց տանք եւ չենք ընդունելու ապօրինությունները։ Լավ, հենց դա նկատել եմ, հենց ինչու էի նաեւ դա ասում, որովհետեւ դուք առաջ ընկաք, ասի այդ գոյաբանականը բոլորն էլ ասում են ընդդիմությունը հիմնականում ասում այ սովորական քաղաքական պայքար չի, սովորական վիճակ չի, էգզիստենցիալ խնդիր կա եւ այլն, հենց դա հաշվի առնելով նկատի ունեմ, էլի, ինչպես կվարվեք դրա համար է հարցնում։ Լավ, պարզ է, արտաքինից էլ մի քիչ խոսենք, այժմ Թրամփի ուղիղ հայտարարությունը ուղիղ արդեն տեքստով, չէ՞, հենց բառացի տեքստով։ Այդ արդյոք դա էական ազդեցություն ունենալու է ընտրությունների արդյունքների իշխանության վարկանիշի վրա եւ այլն։ Հասկանալի է հարցը։ Մենք բազմիցս նշել ենք, որ սրանք պետք է լինեն զուտ միայն հայկական ընտրություններ եւ մեր քաղաքացին, Հայաստանի Հանրապետության քաղաքացին պետք է իր որոշումը կայացնի ուղղորդվելով միայն ներքաղաքական պայքարում առաջարկած ծրագրերի կամ գործող իշխանության կողմից կատարած քայլերի հետևանքների միջև։ Ինչ վերաբերվում է նախագահ Թրամփի հայտարարությանը, մենք տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետաքրքրված է տարածաշրջանով, Հայաստանի Հանրապետությունով, Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կայունացմամբ, ամրապնդմամբ։ Թրիփով, հանքերով ստորագրվեց։ Իշխանությունը ասում է լավ եղավ, բարձրացան մեծ մակարդակի։ Հետաքրքրվածությունը ակնհայտ է։ Լավ։ Հետաքրքրվածության պարագայում մենք տեսնում ենք նաև, որ հայ-ադրբեջանական խաղաղության համար Ամերիկայի Միացյալ Նահանգները պոտենցիալ այն երաշխավորներից է, որոնք որ կամրապնդեն այս հարաբերական դադարը ռազմական գործողությունների, որոնք որ
Ամերիկայի Միացյալ Նահանգները մեկից ավելի երաշխավորների մասին երբ որ մենք խոսում ենք, ի նկատի ունենք նաև ԱՄՆ-ը։ Եվ իր ուղերձում նախագահ Տրամփը ասաց, որ հիմնականում խոսքը գնում էր խաղաղության մասին, տնտեսության զարգացման մասին եւ ուժեղ պետություն ունենալու մասին։ Կոնտեքստը դա էր։ Մենք հեռու ենք այն մտքից, որ Տրամփը աջակցում է Փաշինյանին։ Մենք տեսնում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները հետաքրքրված է Հայաստանում կայունությամբ։ Իսկ իր կողմից նշված նպատակներին գործող իշխանությունը տեսնում ենք, որ շատ մեծ գնով է կարողանում հասնել։ Նույնիսկ հարաբերական խաղաղությանը շատ մեծ գնով է հասնում, տնտեսական զարգացման մասին խոսելիս պետք է տեսնենք, թե ինչպիսի վիճակում է կախվածության մեջ հայտնվել այսօր Հայաստանի Հանրապետությունը Եվրասիական տնտեսական միությունից, այսինքն մենք ավելի քան վստահ ենք, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած Հայաստանը շատ ավելի խորը գործընկերային հարաբերություններ կարող է ունենալ բոլոր գործընկերների, այդ թվում նաև Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ, քան գործող իշխանությունը։ Լավ է, նախադասության տակ ինչ հասկանանք։ Հետևաբար այդ նախադասության տակ մենք պետք է հասկանանք, որ այս պահին ինքը տեսնում է, որ գործող վարչախումբը իրենց համար խնդիրներ չի ստեղծում, անհրաժեշտության դեպքում միգուցե նույնիսկ տեսնում է, որ կարող են իր համար Ամերիկայի Միացյալ Նահանգների համար դառնալ գործիք, այլ ոչ գործընկեր։ Եթե պետք է գործիք էլ կդառնան։ Մեծ հաշվով կոմֆորտ զոնա է ստեղծվել Ամերիկայի Միացյալ Նահանգների համար, որը որ պետք չէ խաթարել, մենք էլ կողմ չենք, որ այդ կոմֆորտ զոնան ամեն գնով խաթարենք, բայց գոյություն ունի ինքնիշխանություն, գոյություն ունի այլ երկրների, այլ կենտրոնների հետ հարաբերություններ, որոնք որ պետք չէ վնասել մեկ այլ պետության հետ համագործակցությունը, հարաբերությունները խորացնելու համար։ Մենք տեսնում ենք այդ հայտարարության մեջ հետաքրքրվածություն Հայաստանում տնտեսության զարգացման եւ խաղաղության հաստատման մասով եւ մեր քաղաքական ուժն էլ նպատակ ունի Հայաստանի Հանրապետությունում արդեն իրական խաղաղություն, երաշխավորված խաղաղություն բերելու եւ տնտեսությունը զարգացնելու։ Այլ կենտրոնից, տեսեք, խոսենք, հայ-ռուսական լարվածություն կա, հա, հիմնականում դեռ տնտեսական մասով չթվեմ ինչեր է եղել, ինչ հայտարարություն ընչել, ԵԱՏՄ-ն էլ ասեց, ոնց որ թե պետք է հանրաքվե անեք, թե այսօր Փաշինյանն ասաց ինչի մասին է խոսքը, չենք դիմել Եվրամիությանը դեռ ժամանակը չէ, դրան կանադառնանք երևի։ Սա ինչ է, տեսակետ կա, որ Մոսկվան այս քայլերով աջակցում է ռուսամետ ուժերին, առաջին հերթին ձեր ուժին։ Այս ամեն ինչ անում է աջակցելու համար։ Եկեք մի քիչ ավելի գլոբալ նայենք հարցին։ Հայաստանի Հանրապետությունը անդամ դառնալով Եվրասիական տնտեսական միությանը որոշակի ժամկետով չի անդամագրվել։ 10, 20, 30 տարով չի անդամագրվել։ Հետևաբար նման հզոր մեծ կառույցի անդամ դառնալուց անդամ երկրները փոխադարձ համագործակցության երկարաժամկետ պլաններ, ծրագրեր պետք է ունենան։ Պետք է ունենան վստահություն գործընկերների նկատմամբ։ Պետք է ունենան ներդրումներ կատարելու ցանկություն։ Օրինակ, եթե գործող իշխանության ղեկավարը կարծիք է հայտնում, որ ամենաառաջին հնարավորության դեպքում կարող է լքել Եվրասիական տնտեսական միությունը մեկ այլ միությանը միանալու համար։ Նման պայմաններում ինչպես է կարծում, ԵԱՏՄ անդամ երկրները Հայաստանի Հանրապետությանը հուսալի գործընկեր կարող են համարել։ Բնականաբար ոչ։ Այն արտադրանքը, որը որ Հայաստանից արտահանվում է, օրինակ Ռուսաստանի շուկա, որը որ ունի պահանջարկ։ Իրենք նաև ունեն իրենց ներքին շուկայում բալանսավորումը պահելու ու նաև ցանկալի պահանջված ապրանքները մշտապես ունենալու խնդիր։ Եթե Հայաստանի Հանրապետությունը մոտեցում է ձևավորել, որ մենք ցանկացած պահի կարող ենք լքել ձեզ։ Երբ որ լինի, կասենք ձեզ։ Երբ որ լինի, իսկ երբ որ լինին էլ էլի իրենց հետ առանց քննարկելու է լինելու, ոնց հասկանում եմ։ Երբ որ Եմեն հարմար գտնի։ Իսկ դա շատ հեռավոր ապագայում է, որովհետև նույնիսկ եթե այս պահին Հայաստանի Հանրապետությունը որոշի ամբողջ ծավալով եւ Եմենն էլ համաձայն լինի ամբողջ ծավալով առևտրաշրջանառությունը տեղափոխել Եմեն, մենք առաջարկ չունենք Եմենին, որովհետև 8 տարիների ընթացքում չի ստեղծվել Հայաստանում այն առաջարկը, այն արտադրանքը, այն գործարանները, որոնք որ կարող են մրցունակ լինել Եվրոպայի շուկայում։ Հետևաբար ԵԱՏՄ-ի կողմից նման վարկագիծը հասկանալի է։ Երբ որ դու որպես գործընկեր ասում ես, ես ամեն վարքյան կարող եմ քեզ լքել, որովհետև ինձ համար շատ ավելի ցանկալի է այն ուղղությունը։
իրենք էլ պետք է իրենց կողմից նաև ապրանքաշրջանառության առևտրի մասով հասկանալի դարձնեն իրենց երկրները։ Եթե Հայաստանից ստանում են կոնյակ, Հայաստանից ստանում են ջերմուկ եւ այլն, վաղը հենց կարող է այդ ապրանքը էլ չարտահանվել։ Իրանք պետք է արդյոք գտնեն փոխարինող։ Բնականաբար այո։ Իրենք հո Հայաստանից կախվածության մեջ չեն մնալու։ Պարոն Դանիել, նայեք, հարց ընդդիմախոսները, որոնք այստեղ տեսնում են ներքաղաքական հետ, այսինքն ընտրությունների վրա ազդելու հետ, որ ժողովրդին վախեցնի Ռուսաստանը, ասում են ինչու են հիմա անում, ասում Եվրամիության մասին օրենք ընդունվել է շուտ։ Հիմա են անում, որովհետև հիմա է արդեն գործող իշխանությունը փորձում գնալ առճակատման։ Իսկ դա չեն անում, որ ձեզ աջակցեն, ուղիղ հարց։ Դա ցույց է նաև ձեզ։ Ես իրենց փոխարեն չեմ կարող պատասխանել, բայց նրանք չեն աջակցում ԵԱՏՄ-ի հետ անհասկանալի եւ հարաբերփոխ հարաբերությունները։ Նրանք չեն աջակցում գործընկերների միջև անհասկանալի փոխհարաբերությունները, երբ որ դու տեսանելի չես, օրինակ 2 տարուց իրենց համար։ Դա եթե մարմնավորում է որևէ քաղաքական ուժ, բնականաբար իրենք դեմ են այդ քաղաքական ուժին, իսկ այսօրվա գործող քաղաքական ուժը մարմնավորումն է այդ անհասկանալի գործընկերոջ։ Իսկ մեր քաղաքական ուժը իդեմը Սամվել Կարապետյանի մարմնավորումն է վստահելի գործընկերոջ։ Բայց Փաշինյանը կներեք հենց այսօր ասած, էլի վերջին օրերին ոչ միայն նա, ուղիղ տեքստով ասում մենք ԵԱՏՄ-ից դուրս չեն գալիս, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ասաց, այսօր առավոտյան Փաշինյանն էլ առավոտյան խոսքեր ինչ-որ տեսանյութ էր տարածել, որ հանրաքվեի անելը անտրամաբանական է, քանի որ մենք ոչ դիմել ենք ԵՄ անդամակցության, ոչ էլ եւ այլն, մնում ենք ԵԱՏՄ։ Այսինքն այս հավաստիացումները բավարար չեն, ինչ որ Ռուսաստանը այդ անիվը հետ չի պետք։ Իմ կարծիքով իրենք շատ խեղաթուրված պատկերացում ունեն բալանսավորված քաղաքականության վերաբերյալ։ Իրարամերժ հայտարարությունները երբեք չեն կարող հանդիսանալ բալանսավորված քաղաքականություն, գործընկերների հետ հավասարակշռությունը պահելու քաղաքականություն։ Իրենք այսօր հայտարարում են, որ ԵԱՏՄ-ից դուրս չենք գալիս, վաղը կարող են ԵՄ-ում հայտարարել, որ մենք գալիս ենք ԵՄ։ Անհամատեղելի հայտարարություններ։ Մոսկվան չի հավատում այսօրվա ասածին։ Պարզ է թե խոսել վերասացողը։ Ասածներին հավատացողների քանակը ինձ թվում է շատ քիչ է։ Իրենց ինչ որ իրենք ասում են հավատացողները շատ վաղուց ինձ թվում է իրենց էլ արդեն չեն վստահում, ինչպես Հայաստանի ներսում, այնպես էլ դրսի գործընկերներին է խոսքս վերաբերվում։ Հետևաբար հայտարարություններով, բայց գետնի վրա իրավիճակը բոլորովին այլ է։ Հարցը ասես ձևակերպեմ, լավ։ Ռուսները դա չեն անում միտումներ։ Վաղն էլ կարող է ասեն մենք դուրս չենք գալիս ԵԱՏՄ-ից, ԵԱՏՄ-ն է դուրս գալիս Հայաստանից։ Ինչպես հապկի դեպքում։ Հա, Եվ մոտեցումներն է մեծ հաշվով նույնն էր, անվտանգային առումով էլ իրենց մոտեցումները նույնն էր։ Ամբողջությամբ կախվածությունը դնել մի կենտրոնից, գնալ մեկ այլ կենտրոն ավելի խորը համագործակցության հույսով, կորցնում են այս գործընկերոջը չեն ձեռք բերում մեկ այլ բան։ Լավ, Ռուսաստանը ընդունենք, որ այդ կարծիքը թյուր է, միտումնավոր չի անում, այլ անում է հենց ԵԱՏՄ-ի շահերից ելնելով, ոչ թե անում է, որ աջակցի ձեզ կամ էլի ուրիշ։ Ես ասացի, աջակցությունը վերաբերվում է անվող քաղաքականությանը, այսինքն կամ իրենք պետք է աջակցեն հարաբերփոխ քաղաքականություն վարող քաղաքական ուժի, կամ պետք է իրենց համար ընկալելի լինել վստահելի քաղաքական ուժը։ Այդօրից անուղղակի աջակցություն կա, փաստորեն, այդպես է դուրս գալիս։ Ոչ միտումնավոր, բայց անուղղակի, այդպես է դուրս գալիս մոտավորապես։ Ցանկացած կենտրոն, ցանկացած պետություն առաջնորդվում է իր շահերով։ Ռուսաստանի Դաշնության համար բնականաբար ավելի կարևոր է ունենալ գործընկեր, որը որ տեսանելի, հասկանալի քաղաքականություն է վարում, քան գործընկեր, որը որ անհասկանալի, հարաբերփոխ քաղաքականություն է վարում։ Եթե դա ուզում եք ձևակերպեք որպես անուղղակի աջակցություն որևէ քաղաքական ուժի, ապա ես դա ձևակերպում եմ որպես աջակցություն, ուղիղ աջակցություն որևէ տեսակի քաղաքականության վարմանը։ Այս քաղաքականությունը հասկանալի, տեսանելի կվարի Սամվել Կարապետյանը, թե 10 տարի, 20 տարի հետո այլ քաղաքական ուժ գործընկերների կողմից ընկալելի է միայն նմանատիպ վարքագիծ ունեցող առաջնորդ եւ քաղաքական ուժը։ Լավ, ավելի ուղիղ հարցամ ես պարագայում, այդ քայլերը Ռուսաստանի հիմա ձեր դիտարկմամբ հաստատ ունեք ինչ-որ անալիտիկ բաժին, բնականաբար խոշոր ուժ եք, պետք է որ ունեք։ Հիմա սա այս օրերին վերջի ձեր վարկանիշի վրա ինչ կերպ է ազդում
բարձրացնում է, իջեցնում, ինչ եմ նվազեցնել ասում, որովհետև կամ նաև մյուս տեսակետ է երկրում հակառուսական տրամադրություններ են ու վաղուց։ Հիմա կարող է առանց ուզելու Մոսկվան Կրեմլը արջի ծառայությունը մատուցում այդ ձեր ասած կանխատեսելի ուժերին, օրինակ ձեզ եւ հակառակը։ Նման քայլերով Փաշինյանի վարկանիշն է բարձրանում, թիկուզև չուզելով։ Ինչ կասեք։ Տեսեք, ես չեմ կարծում, որ մեր հասարակությունում կան մարդիկ, ովքեր որ շատ մարդիկ, ովքեր որ մեր ավանդական գործընկերոջ հետ հարաբերությունների խզումը կգնահատեն որպես ձեռքբերում։ Մեծ հաշվով ազդեցություն դա չպիտի ունենա որևէ քաղաքական ուժի վարկանիշի վրա։ Ոչ լավ, ոչ վատ։ Պետք է գնահատեն մեր հայրենակիցները, արդյոք մեր ավանդական դաշնակցի հետ մեր հարաբերությունների խզումը ձեռքբերում է, թե կորուստ։ Ինձ թվում է շատ չեն այն մարդիկ, ովքեր որ գտնում են, որ դա ձեռքբերում է, որովհետև մեր տնտեսությունը այսօր ուղղակիորեն կախված է հենց այդ կենտրոնից, Եվրասիական տնտեսական միությունից։ Նաև հայտնի խոսակցության ժամանակ մոտեցում բարձրաձայնվեց, որ գազի գնի վերանայման հետ կարող են խնդիրներ լինել։ Պետք չէ թերագնահատել մեր հայրենակիցներին եւ նրանց վերլուծական միտքը։ Բոլորը հասկանում են, ինչպիսի աղետներ կարող է բերել այս իշխանությունը մնալով, սկսած տնտեսության անկումից, ամենակարևոր իրենց շնորհիվ են դարձել ամենակարևոր գործընկերները, իրենք են, որ չեն կարողացել Եվրասիական տնտեսական միությունից դուրս մեծ ապրանքաշրջանառություն ապահովել, որպեսզի այսօր Հայաստանը ունենար երկընտրանք։ Իրենք են այն քաղաքական ուժը, որը որ ամբողջությամբ կախվածության մեջ է գցել Հայաստանը, Հայաստանի տնտեսությունը մի կենտրոնից եւ այսօր փորձում է այդ կենտրոնի հետ հարաբերությունները սրել։ Եվ մեր քաղաքացիները բնականաբար այդ ամբողջը շատ լավ հասկանում են։ Հասկանում են, ինչ եմ ասում, վերջինը իշխանամերձ շրջանակները, ասում են հարգելի քաղաքացի, տեսեք շանտաժ է գալիս ուժ կենտրոններից, որ ձեզ վախեցնեն եւ այսօր մեր ինքնիշխանությունը ինչ որ իմաստով կորցնենք, ձեզ վախեցնեն, որ այ որ մեզ որ Փաշինյանին չհեռացնեք, այսպես կլինի։ Հիմա կարող է դա այդ էֆեկտը ազդել քաղաքացիների եւ Ռուսաստանի հեճուկս գնան ընտրեն Փաշինյանին։ Հասկացա ձեր հարցը։ Շանտաժի լեզվով խոսում են իրենք առաջին հերթին։ Եվ ի սկզբանե մինչև ընտրապայքարը սկսելը շանտաժի լեզվով սկսեցին խոսել, եթե մենք չընտրվենք, կլինի պատերազմ եւ այլն եւ այլն։ Առանց որևէ հիմնավոր վերլուծություն ներկայացնելու մեր հայրենակիցներին, թե ինչի պետք է լինի պատերազմ։ Եթե աշխարհակաղակական տարբեր կենտրոններ հետաքրքրվածությունը ակնհայտ ցույց են տալիս այստեղ խաղաղություն ունենալու համար, եւ եթե գործող իշխանությունները իրենց ասելով արդեն հասել են իրական խաղաղության։ Դե ասում են գանք դուք այդ իրանք են, բան կանեք։ Իրենք են, որ շանտաժի լեզվով են խոսում մեր հայրենակիցների հետ։ Մենք ներկայացնում ենք այն պոտենցիալ խնդիրները, որ գործող իշխանությունը կարող է բերել, վերլուծելով եւ ԵԱՏՄ-ի հետ համագործակցության արդյունքները եւ այն կորուստները, որոնք որ կարող ենք ունենալ այդ հարաբերությունները խզելու հետևանքով եւ այդ հարաբերությունների խզման մասին խոսում են արդեն մեր ավանդական գործընկերները, դաշնակից պետությունները։ Իսկ իրենք սպառնում են պատերազմով։ Սպառնում են այսօր նաև մեր հասարակությանը, որպեսզի չբարձրաձայնեն այն անհանգստությունները, որոնք որ կախված են Հայաստանի վրա հենց ուղիղ եկող իրենց համար խաղաղության երաշխավոր հանդիսացող Ադրբեջանից։ Մենք բազմիցս ասել ենք, որ կա այնտեղ նպատակ, մենք տեսնում ենք Հայաստան տեղափոխել 300,000 ադրբեջանցիների։ Իրենք ունեն արդեն կոնկրետ կոնցեպտ մշակած, 7 լեզվով թարգմանած, իրենք իրականացնում են միջոցառումներ Հայաստան գալու ապրելու հետ կապված եւ մենք բոլորս հեռու ենք այն մտքից, որ Ադրբեջանում նմանատիպ քաղաքականություն կարող է իրականացվել առանց իրենց ղեկավարության համաձայնության, քանի որ այնտեղ էլ այնպես չի, որ շատ ժողովրդավար պետություն է։ Իրենք այդ ամբողջը փորձում են ծածկել, ասելով որ դա սուտ է։ Այո։ Եվ բերում են դատի են տվել Սամվել Կարապետյանին, Փաշինյանը այդ արտահայտության համար։ Իսկ ինչի դատի չեն տալիս, օրինակ, հենց ադրբեջանական պաշտոնյաներին, որոնք որ մշտապես շատ հաճախ խոսում են այդ թեմայով։ Մենք մեր անհանգստությունը գիտեք որտեղից է գալիս։ Երբ որ բազմիցս ասել ենք,
խաղաղությանը արդեն միտված որոշակի գործողություններ էր գնում Ադրբեջանի կողմից, ինչպես նաև Թուրքիայի կողմից պնդում բարձրաձայնվեց նախապայման, որ պետք է Հայաստանի Հանրապետությունը փոխի սահմանադրությունը, որպեսզի լինի խաղաղություն։ Այդ process-ի ժամանակ էլ գործող իշխանությունները նորից պնդում էին, որ նման բան օրակարգում չկա, նման բան մենք չենք քննարկում, բայց գետնի վրա այսօր մենք տեսնում ենք, որ իրենք ունեն արդեն նախագիծ, որը որ ադրբեջանական կողմի համար ընդունելի տարբերակ է, ինչպես իրենք այն անհանգստությունները, որ բարձրաձայնել են, սրանք ընդունել են եւ մտցրել են նախագծի մեջ։ Եվ միգուցե չեն քննարկել, որովհետեւ միգուցե գործող իշխանությունների համար բավարար է ադրբեջանական կողմից հայտնած կարծիքը, որպեսզի իրենք սկսեն գործել։ Հիմա էլ ասում են չկա օրակարգում նման բան, դա քննարկումներ չկա։ Ես երաշխավորում եմ, որ իմ իշխանությանով նման բան չի լինի։ Ուղիղ տեքստն եմ մեջ բերում։ Իր խոսքի ծանրակշռության մասին կարծում եմ ավելնորդ է, որ ես կարծիք ասեմ։ Մի բան կարող եմ ասել, երաշխավոր, երբ որ մենք ասում ենք խաղաղության հետ, պետք են մեկից ավելի երաշխավորներ, իրենց կողմից հակադարձումը հետևյալն է եղել, որ մեր անվտանգության համար երաշխավոր հանդիսանում է Ադրբեջանը։ Մենք էլ իրենց։ Այսինքն հիմա ձեր նշած անձը այդ երաշխավորությունը տալիս է իր եւ իրենց համար երաշխավոր հանդիսացող Ալիևի անունից, հետեւաբար չեմ ուզենա մեկնաբանեմ։ Շատ շնորհակալություն։ Հիշեցնեմ, Կիզակետում այսօր ուժեղ Հայաստան դաշինքի падգամավորի տեխնացու Արթուր Դանելյանն էր, Կիզակետի թողարկումներն ուշադրել տեսանյութեր դիտելու համար առաջարկում եմ բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին, կհանդիպենք